Անցած մասում ինձ զանգարեցին եւ ասացին, որ առևանգել ու սպանել են Mr. Beast-ին եւ ամենայն հավանականությամբ մարդասպանը այս 7-ից մեկն է։ Սակայն ես ուսումնասիրելով Mr. Beast-ի տանտեսացիքների ձայնագրությունները, իմացա մարդասպանի թույլ կողմերը եւ ըստ դրա տվեցի տարբեր առաջադրանքներ այս 7 կասկածյալներին եւ պարզեցի, որ նրանցից 3-ը մեղավոր չէին։ Այժմ մնացել են 4 կասկածյալ։ Դե ինչ, եկեք պարզենք, թե այս 4-ից ով է առևանգել եւ սպանել Mr. Beast-ին։ Գնացինք։ Առևանգողի ձեռքին կա պուլտ, որով կառավարում է մեքենան, եւ ուզում է մեքենայի տակ գցի Mr. Beast-ին։ Չէ։ Նա վերիպեց։ Ես ինչ վատ է կառավարում մեքենան։ Beast-ը գնում է, բայց փախնելու տեղ չունի։ Մարդասպանը բռնեց։ Ուր է տանում։ Լավ, ինձ համար ամեն ինչ պարզ է։ Ալո, լսի տղա, ուրեմն բոլոր կասկածյալներին տար մի հատ տեղ, ճանապարհին դիր տարբեր աղբամաններ ու թող նրանք, ինչպես մարդասպանը, պուլտով կառավարեն մեքենան ու փորձեն գցել այդ աղբամանները։ Ով ամենավատը կառավարեց մեքենան ու ամենաքիչ աղբամանները գցեց, ինքը կասկածվում է։ Լավ։ Так, նայում ենք։ Առաջինը էս երիտասարդ տղան է։ Ის ვერ քշեց։ Ոյքը։ Ის ինչ ունում։ Չէ, շատ վատ է։ Հələ որ էս տղեն կասկածվում է։ Էս աղջիկը հերթն է։ Հետ էր քշեց։ Շատ վատ է։ Ինչ։ Հետ քշելով համարյա բոլորը գցեց։ Օրինակ է։ Նով, հաջորդը էս մեծ մարդու հերթն է։ Так։ Ոչ չի։ Նորմալ է։ Հաջորդը էս տղան է, տեսնենք ինքը ինչ կանի։ Նորմալ է հələ որ 4 հատ է գցեց։ Լավ, ինձ համար ամեն ինչ պարզ է։ Ալո, տղա, ուրեմն այն աղջկան բաց թող, ինքը հաստատ չի կասկածվում։ Լավ։ Մնացին 3 կասկածյալ։ Տեսնենք ինչոտ հետաքրքիր է թե ով է։ Շարունակում ենք դիտել տեսակետների ձայնագրությունները։ Beast-ին տանում է տուն մարդասպանը։ Beast-ը հրեց ու փոխով։ Ահակ։ Էդ ինչ ունում Beast-ը այն փայտով։ Մոլոդեց, տեսակ ոնց են ինքավ մարդասպանը։ Beast-ը կապել է մարդասպանին։ Բայց չեմ կարծում, որ ամուր է կապել, հեսա պարցակվի։ Ինչ ունում։ Վերցրեց հեռախոսը, արագ զանգի ոստիկանություն։ Մարդասպանը չի կարողանում արձակվի, բայց շատ վատ է կապել, չի կարող արձակվի։ Լավ, ինձ համար ամեն ինչ պարզ է։ Ալո, քանի որ մարդասպանը շատ վատ էր կապված, բայց մեկը չէր կարողանում արձակվել, ես շատ լավ առաջադրանք եմ մտածել։ Տես ուրեմն, այդ 3-ին տանում ես, կապում ես այնպես, ոնց որ մարդասպանին էր կապել Mr. Beast-ը ու մտցնում ես բասենի մեջ։ Ով ամենաառաջինը արձակվեց, նա չի մեղադրվում, իսկ ով վերջինը ինքը ամենակասկածվողն է։ Լավ։ Ասեմ, որ այստեղ ունենք փրկարար ու եթե նրանցից ինչ-որ մեկը չկարողանա ազատվել, նա միանգամից կփրկի, այնպես որ ամեն ինչ շատ անվտանգ է։ Սկսում ենք, так։ Սկսեցին արձակվել։ Մեծ մարդը լավ էլ արձակվում է։ Так։ Արձակվեց մեծ մարդ, մոլոդեց, մնացին էս երկուսը։ Так։ Ով կարձակվի առաջինը։ Այս փոքր տղան ազատվեց։ Իսկ մյուս տղան չի կարում։ Խիղճվում է։
Չէ, լավ արձակվեց։ Լավ։ Ալո, բաց թող մեծ մարդուն։ Լավ, անցնում ենք այն երկուսին։ Լավ։ Շարունակում ենք դիտել։ Այս անգամ դիտում ենք ամենավերջին տեսանյութերից մեկը։ Օ, ստեղ էլի կապված է Միսթր Բիսթը։ Մարդասպանը գնաց, ուր է գնում։ Օ, Բիսթը գրպանում այսքան ժամանակ հեռախոսում էր։ Երևի թե զանգի կգանք փրկեն իրան։ Մեջը զարյատկա չկա։ Էս ինչ գազա լցվում սենյակ։ Էս ինչ գազա չլի ուզում են վառեն տունը։ Մարդասպանն եկավ, բանալիներ են կան գրպանից։ Մանա գալիս, չի կարողանում այս ծխի մեջ գտնի դե պարզա։ Լավ, պարզա։ Ալո, լսի ուրեմն, այդ երկուսին մցրում մի հատ գազով լի տարածության մեջ ու թող որ բանալի ման գան, ով չկարողացավ գտնի ինքն է մարդասպանը։ Լավ։ Ժողովուրդ պատկերացնում եք, հեսա իմանում ենք թե ով է մարդասպանը, երկու հոգի մնացին ընդամենը։ Так, սկսում ենք։ Բանալին գցեց ներս, ման են գալիս։ Ես ինչ ծուխաբան չեն տեսնում։ Так։ Իս երիտասարդ տղաներ գտավ։ Մարդասպանը փաստորեն այս վարդագույն շորով տղան է։ Ինչ հարած։ Ալո, ձերբակալեք այդ տղային։ Լավ։ Դե ինչ, մենք պարզեցինք թե ով է մահափորձ արել Միսթր Բիսթի վրա, բայց հիմա նա ապահով է։ Բաժանորդը գրվեք հալիքին, որ շուտ 15-20 հազար բաժանորդ։ Ստես։